Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին, բարև ձեզ պարոն Մատիկյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Պարոն Մատիկյանը կներկայացնի տեսչական մարմնի 2025 թվականի աշխատանքները, կանդրադառնանք 2026-ի անելիքների։ Խնդրեմ պարոն Մատիկյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կրթության տեսչական մարմինը 2025 թվականի ընթացքում իրականացրել է աշխատանքային գործունեության եւ տարեկան ստուգումների ծրագրերով նախատեսված բոլոր գործառույթները, մասնարարպես դրանք եղել են 4 հիմնական ուղղություններով։ Առաջինը դրանք կանխարգելիչ իրազեկման խորհրդատվական միջոցառումներն են, երկրորդը վերահսկողական գործառույթները, երրորդը տեսչական մարմնի կողմից կիրառվող գործիքակազմի լավարկման աշխատանքներն են եւ չորրորդը օրենսդրական նախաձեռնությունների, ստուգաթերթերի եւ ռիսկերի գնահատման մեթոդաբանության լավարկման աշխատանքները։ Առաջին ուղղությամբ կատարվել են շուրջ 88 միջոցառումներ, այսինքն 88 կանխարգելիչ իրազեկման եւ խորհրդատվական բնույթի միջոցառումներ, դրանց մասնակցել է շուրջ 4500 շահառու եւ եթե խոսենք ըստ ոլորտների, ապա կստացվի, որ նախադպրոցական կրթության ոլորտում այս խորհրդատվական կանխարգելիչ միջոցառումներին բացի մանկավարժական աշխատողները մասնակցել են նաեւ համայնքապետարանների համապատասխան աշխատակիցներ, դպրոցների պարագայում կրկին բացի մանկավարժական աշխատողները այստեղ հանդիպումներ են եղել աշակերտական խորհրդի ներկայացուցիչների հետ, ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ եւ իրականացվել են կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ։ Մասնագիտական կրթության ոլորտում հանդիպումներ են իրականացվել ուսանողների եւ մանկավարժական աշխատողների հետ։ 2025 թվականին տեսչական մարմինը իրականացրել է շուրջ 101 ստուգում, եթե կրկին ըստ ոլորտների դրանք ներկայացնենք, 17 ստուգում իրականացվել է նախադպրոցական կրթության ոլորտում, 67 ստուգում իրականացվել է դպրոցներում, որոնցից 60-ը պլանային եւ եւս 7-ը դիմում բողոքների հիման վրա եւ 17 ստուգում, որոնցից 15-ը պլանային իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտում։ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 195 դիմում բողոքներ, դրանց ծանրակշիռ մասը, մեծ մասը 159-ը վերաբերել է դպրոցներին։ Ստացված դիմում բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել են այլ մարմիններ եւ եւս 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։ Մի մասը դեռևս ընթացքի մեջ են։ Այստեղ ցանկանում եմ մանրամասնել, որ վերահասցեագրված դիմում բողոքների շարքում բացի ԿԳՄՍ-ն ուղղված դիմումները, մի մասը ուղարկվել է նաև համապատասխան ուժային կառույցներ, դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի եւ այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից։ 2025 թվականին շարունակվել են վերահսկողական գործիքակազմի լրամշակման, լավարկման աշխատանքները, մասնավորապես դրանք վերաբերել են գրադարանավարի աշխատանքային գործառույթների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացման համար գործիքակազմերի լրամշակմանը, ինչպես նաև 25 թվականին հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվել մանկավարժական խորհրդի աշխատանքը եւ այս ուղղությամբ եւս լրամշակվել են գնահատման սյունակաշարերը, որոնք հանդիսանում են արդյունավետ միջոց հատկապես բովանդակային հարցերի նկատմամբ պատշաճ վերահսկողության համար։ Այս առումով մի քանի թվային տվյալ նաև կուզեմ ներկայացնել 2025 թվականին 2024-ի նկատմամբ այն խախտումների տոկոսը, որոնց ուղղությամբ տրվել է հանձնարարական, էապես աճել է, մասնավորապես 24 թվականին դա կազմել է 6%, իսկ 25 թվականին 37%։ Սա ինչի մասին է խոսքը, հայտնաբերված խախտումների մի մասը հայտնաբերման պահին հնարավոր չի լինում վերացնել, այսինքն դա այնպիսի խախտումներն են, որոնք արդեն
օրինակ ուսուցչին սխալ որակավորմամբ ընդունել են, բայց արդեն ստուգման պահին որակավորման պահանջը լրացած է եղել եւ խախտումը ըստ էության արձանագրվել է, բայց հանձնարարական չէր կարող տրվել, որտեղ տվյալ պահին արդեն վանկարժական աշխատողը համապատասխանել է իր զբաղեցրած պաշտոնի որակավորման պահանջներին եւ 25 թվականին աճել է այն խախտումների թիվը, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Հանձնարարականներ տալը մեզ համար ոչ թե ինքնանպատակ է, այլ սա խոսում է այն մասին, որ տեսչական մարմնի կողմից վերահսկման գործիքակազմերի լավարկումը նպատակային է եւ հայտնաբերում է այն խնդիրները, որոնց ուղղությամբ հնարավոր է իրականացնել շահառուների խախտված իրավունքների վերականգնումներ եւ թիրախավորել ուսումնական հաստատությունների հենց այն խնդիրները, որոնք տվյալ պահին առկա են։ Ուրեմն ինչպես նշեցի, դպրոցների պարագայում 24 թվականին այդպիսի խախտումները եղել են 6%, 25-ին 37%, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով 24 թվականին 48%, 25 թվականին 72%, մասնագիտական կրթության ոլորտում 24 թվականին 3%, 25 թվականին 42% հանձնարարական է տրվել հայտնաբերված խախտումների ուղղությամբ։